Ինչ տպավորություններ են թողել ուժերը։ Ոչ մեկը ոչ մի։ Դեռ չեք կողմնորոշվել ու մեկ քվեարկելու։ Դեռ չէ։ Բայց մի շաբաթ մնաց արդեն։ Դե խառն է, չեմ գոնժում կոնկրետ ում կարելի է ընտրել, որ կոնե երկրին պիտանի լինի։ Հիմա ում էլ ասեմ ճիշտ չի լինի, երևի։ Երևի կգա ժամանակ կորոշենք։ Բայց չկա 19 թեկնածու կա, գրանցված 18 Տեքստատուներից ես հիմնականում հակված եմ Փաշինյանին, պարոն Փաշինյանին։ գոհ եք իր կառավարությունը։ Հա, ես գոհ եմ։ Կոնկրետ ո՞րն եք համարում ձեռքբերումը 8 տարիների։ Դե որպես ենք տենց ու տարին ահագին բան է փոխվել Գյումրիում, անգամ թոշակների բարձրացումը, աշխատավարձների բարձրացումը, քաղաքի որոշ չափի բարելավմանը։ Հա, ես բան չունեմ ասելու, պատերազմը մի քիչ ինչ արեց, որ իրան գովեին, բայց այդ պատերազմը իր մեղքով չէր։ Ամենայն դեպս ես չեմ համարում, որ իր մեղքով էր։ Բոլորս ցավում ենք մեր երեխեքի համար, բայց պարոն Փաշինյանը հաստատ դրանում ոչ մի մեղք չուներ։ Իսկ եթե ընդրությանը մասնակցեմ, երևի հաստատ իրան կընտրեմ։ Դուք աշխատատեղ ունեք։ Հա, ես հիմա աշխատում եմ։ Շարմա հաուսում եմ աշխատում։ Հաուս մասնավոր տեղ։ Հա, մասնավոր պետական գրանցված աշխատող եմ համարվում։ Ձեր բարեկեցությունը ավելացել է։ Նորմալ է։ Ես գոհ եմ աշխատատեղից, աշխատավարձից, թեկուզ տնօրենից։ Ամեն ինչ շատ նորմալ է։